Շերլոք Հոլմսի ստեղծողը և իր կինը կնքել են պատմության մեջ ամենասարսափելի պայմանագիրը։ Նրանք որոշել են վերադառնալ այն աշխարհից։ Արթուր Կոնան Դոյլն ու իր կինը Ջինը տարված էին սպիրիտիզմով, և նրանք մի գաղտնաբառ էին պայմանավորվել, որը միայն նրանք երկուսով գիտեին, և ով առաջինը մահանար, մեդիումի միջոցով պետք է այդ գաղտնաբառը հայտներ մյուսին։ 1930 թվականին գրողը մահանում է, և ընդամենը 6 օր անց Լոնդոնի դահլիճներից մեկում հավաքվում է 10,000 մարդ։ Բեմին Արթուրի դատարկ աթոռն էր, իսկ կինը հրաշքի էր սպասում։ Հանկարծ մեդիումը տրանսի մեջ է ընկնում և կնոջ ականջին շշնջում ինչ-որ բան։ Կինը սկսում է հեկեկալ և գոռալ։ Նա այստեղ է։ Արթուրը փոխանցել է գաղտնաբառը։ Թվում էր, թե մահից հետո կյանքի գոյությունը ապացուցված է, բայց սկեպտիկները շտապում են հերքել այն, համարելով հերթական խաբեությունը։ Գաղտնի կոդը այդպես էլ ոչ ոք չիմացավ, իսկ գիտնականները մինչև այսօր հերքում են այդ փաստը։ Իսկ դուք ինչ եք կարծում, դա սեր էր մահից ուժեղ, թե հերթական հնարք։